Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական անընդհատ օգտագործել։ Նիկոլ Փաշինյանը կարևոր հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում եւ սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի։ Ինչու՞։ Այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը եւ ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ինքը ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։ Հիմա իհարկե ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասը արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսները անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, ինքը որոշակիորեն ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիա եւ դերաբաշխման առումով։ Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու, սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով, կրթությունով նույնիսկ եւ այստեղ շատ մեծ վերլուծական եւ գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք հանկարծ խնդիրների առաջ չկանգնենք երկարաժամկետում, որովհետեւ պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ինքը ծանոթ երևույթ չի եւ իր հետևանքներն էլ ճիշտ անդադ վերլուծվում են, բայց շատ ճշգրիտ ալգորիթմեր չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում, բայց նաեւ ես միշտ այս ժամանակաշրջանի մասին մտածելիս մտածում եմ առաջին արդյունաբերական հեղափոխության մասին, որ երբ որ հոսքագծերը ստեղծվեցին, մանուֆակտուրաները ստեղծվեցին, արհեստավորները հարձակվում էին մանուֆակտուրաների վրա, հրդեհում էին մի հարցադրման ներքո, եթե այսպեսին է լինելու աշխատանքը, մենք ինչով ենք զբաղվելու եւ ինչով ենք ապրելու։ Իհարկե այդ հարցը այդ պահին ուներ իր հստակ հիմնավորումը, բայց հետո այլ բան տեղի ունեցավ։ Մարդկային հսկայական ներուժ իրոք ազատվեց եւ մարդկային հսկայական ներուժը, որ նախկինում մտածելու ժամանակ չուներ, սկսեց մտածել եւ արդյունքում տեղի ունեցան այն տեխնոլոգիական ճեղքումները, որոնք մենք այսօր ես պատկերավոր ասած ասում եմ մարդը արհեստանոցից կտրվեց եւ սկսեց մտածել եւ ստեղծեց տիեզերանավ եւ թռավ տիեզեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը նույնպես այդ էֆեկտն է ունենալու եւ մենք պետք է հասկանանք ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել, որպեսզի այն պարզա որ ընկերությունները եւ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի արհեստական բանականության գործիքները ավելի շատ օգտագործվեն, որովհետեւ խոսքը ի վերջո արդյունավետության մասին է։ Մենք վերջին տարիներին միլիարդներ ենք ծախսել, որպեսզի տնտեսությունը արդիական եւ արտադրողական արդյունավետ լինի, եւ այս առումով նույն մեր ամենահաջողված ծրագրերից մեկը, որը հույս ունեմ, որ ներկաների առնվազն զգալի մասը օգտվել է, մասնավորապես տնտեսության արդիականացման ծրագիրը, որ մենք խոսակցական լեզվով լիզինգի ծրագիր ենք անվանում, ինքը շատ կարծում եմ էական դերակատարում է ունեցել, որպեսզի մենք տնտեսական այս դինամիկան ապահովենք եւ մեծ հաշվով 2018-ից մինչեւ օրս ի հեճուկս 20 թվականի կոവിഡ് պատերազմ եւ այլն մենք միջինում 7% տնտեսական աճ ապահովել ենք, որը կարծում եմ շատ մեծ տնտեսական ցուցանիշ է, 8 տարի միջինում 7% տնտեսական աճ ապահովել, ես դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ։ Հիմա ընթացիկ հարցերից օրինակ աշխատանքի շուկայում ես նաև որ վերջին ամսվա ընթացքում ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ, երկու առանցքային հարց կա, որ իմ կարծիքով այս օրերին շատ քննարկվում է։ Առաջին հարցը հետեւյալն է, որ այն մարդիկ, ովքեր այսպես սահմանային աշխատավարձ ունեն կապված առողջության ապահովագրության շահառու դառնալու հետ, իրանք այդ խնդիրը շատ բարձրացնում են, ասենք 200,000 եւ ավել դրամ աշխատավարձ ստացողներն են, որ առողջության ապահովագրության են, շատ մեր առաջ հարցեր են բարձրացնում, որ կամ եզրային են կամ այնուամենայնիվ ինչ որ աշխատավարձից վերային հատված կա եւ ես կուզենայի, որ այդ այն դեպքերում, երբ որ մենք շատ մոտ ենք այդ եզրին, ասենք 195, 197 եւ այլն, իսկ այսպիսի աշխատավարձեր կան,
շատ շնորհակալ կլինեինք, եթե դիեզերային վիճակները մեր հարգելի գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեն, որովհետև մեզ համար անակնկալ ձևով առողջության ապահովության համակարգը բավականին լավ աշխատում է։ Մենք ճիշտն ասած, երբ որ ներդրում ենք համակարգը, շատ լարված էինք, բայց բնականաբար նման շրջադարձային որոշումները լարվածություն են առաջ բերում, մանավանդ որ Հայաստանում 2 անգամ արդեն եղել է փորձ առողջության ապահովագրությունը ներդնելու, 2 անգամ էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել